Վագինիզմը այսօր համարվում է լուրջ սեքսոլոգիական խնդիր եւ վագինիզմի խնդիր ունեցող կանանց կյանքում կան լիքը դժվարություններ եւ ոչ միայն կանանց կյանքում, նաեւ ընդհանուր ընտանիքում կա լուրջ խնդիրներ։ Ինչ է իրանից ներկայացնում վագինիզմը։ Վագինիզմը հեշտոցի, որովայնի մկանների եւ ազդրերի մկանների ակամա կծկումներն են, որոնք անհնար են դարձնում սեռական հարաբերության իրականացումը։ Շատ հաճախ մենք չենք էլ կարողանում իրականում բարձել վախի պատճառը, բայց մի բան հստակ է, վախը հոգեբանական բնույթ է կրում, այսինքն մենք չունենք օրգանական խնդիր այս պարագայում, չունենք բորբոքումներ կամ ինչ-որ նմանատիպ բաներ, բայց հստակեցված ունենք խնդիր, որ տեղի է ունենում կծկում հեշտոցի։ Հաճախակի հանդիպող բժշկական սխալներից է համարվում, որ կնոջը հետազոտում են, ասում են, որ կուսաթաղանթը շատ խորն է տեղակայված, կուսաթաղանթը շատ հաստ է, դրա համար չի վնասվում, չգիտեմ, ինչ-որ ամեն ինչ կապում են կուսաթաղանթի հետ։ Իրականում դա կուսաթաղանթի հետ կապ չունի, վախը հոգեբանական բնույթ է կրում եւ բոլոր այն կանայք, ովքեր այդ վագինիզմի պատճառով գնացել են այդ պրոցեդուրային եւ կուսաթաղանթը հատել են իրանց մոտ բնականաբար խնդիրը չի կարգավորվել, որովհետեւ մեկը մյուսի հետ կապ չունի։ Խնդիրը պահանջում է սեքսոլոգիական մոտեցում, որովհետև սա առանձնացված գինեկոլոգիական, ուրոլոգիական կամ այլ բնույթի խնդիր չէ, սա կոնկրետացված սեքսոլոգիական խնդիր է։ Սեքսոլոգի գործառույթը այս պարագայում կայանում է նրանում, որպեսզի խոսելով, զրուցելով կնոջ հետ փորձել հասկանալ վախի առաջացման պատճառները։ Շատ հաճախ վախի առաջացման պատճառը կարող է լինել նախկինում տարած տրավմաներ, նախկինում կնոջ ինչ-որ տեսարանների արկա ականատես լինելը, որոնք իր հոգեբանության վրա թողել են շատ վատ ազդեցություն։ Շատ հաճախ ես պացիենտներից լսել եմ, որ իրենք փոքր ժամանակ ներկա են եղել իրենց կամքից անկախ սեռական հարաբերության եւ այդ ժամանակ չեն պատկերացրել դա ինչ է իրանից ներկայացնում եւ ձայները, որոնք իրենք լսել են, դրանք ասոցացրել են վախի տագնապի հետ եւ հետագայում, երբ որ իրանք մեծացել են, թեկուզ եւ հասկացել են, որ դա իրանից ինչ է ներկայացնում, ամեն դեպքում իրանց մոտ շարունակում էր պահպանվել վախի մտքերը։ Այս ամեն ինչը պահանջում է համակարգային մոտեցում եւ բուժման մեթոդների մեջ մտնում է պսիխոթերապիան, գործիքային մեթոդը, որի շնորհիվ հնարավոր է լինում թույլատրել հեշտոցի մկանների լարվածությունը, ինչը արդեն հնարավորություն է տալիս ունենալ հարաբերություն։ Ինչով է կարևորվում վագինիզմի բուժումը, սա ընտանիքի համար փրկություն է, որովհետև եթե սեռական կյանք չկա, սեռական հարաբերություններ չկան, վաղ թե ուշ ընտանիքը բաժանվելու է եւ այստեղ իրականում ոչ մեկին մեղադրել պետք չի։ Հետևեք ձեր առողջությանը, ժամանակին դիմեք բժշկի։